Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության զինուշ հեռուստացրագրի կիրակնօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ 3 ազգային բանակի ծննդյան հոբելյանական տարեդարձներ 20-ամյակը։ Եվ բնականաբար մեր երկրի կյանքն անցնող շաբաթ նշանավորվեց բանակի տոնին նվիրված բազմաթիվ հանդիսություններով։ Բանակ, որի դերն անգնահատելի է թե Արցախյան ազատամարտում կերտած հաղթանակի, թե հայոց աշխարհի, հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործընթացում։ Եվ այժմ զինուշ հեռուստացրագիրը ձեր ուշադրությանն է ներկայացնում Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում պատրաստված ազգային բանակ 20-ամյա վերել փաստավավերագրական տեսաֆիլմը, նվիրված հայոց զինուժի անցած 20-ամյա ուղուն։ Հայոց հնամենի հողում հերոսամարտը ըստ էության չի դադարել երբեք։ Պատմության հորձանուտում մեկը մյուսի հետևից ծնվել են աշխարհակալ տերություններ, որոնք մահաբեր սուր են ճոճել աշխարհի, այդ թվում եւ հայոց երկրի վրա։ Այսօր սակայն այդ տերություններից շատերը չկան թատերաբեմում, բայց երկիրը հայոց, թեև երիցս ծվատված ու խոցված, կանգուն է դեռ, ու աներեր է նայրյան մեր ոգին։ Քսաներորդ դարավերջին կրկին վտանգվեց մայր բնորանում ապրելու մեր անկախտելի իրավունքը։ Եվ հայոց հողը կրկին արյուն տեսավ, տնքաց արկերի մահաբեր որոտից։ Պատերազմ էր, որտեղ նժարի վրա էր դրված մեր լինելությունը, բայց հորդեց մեր հազարամյա վրեժը, մոլեգնեց մեր արդարացի ցասումը։ Ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ առավել քան հրապարակ։ 1988 թվականից մինչև 1992 թվականը ձևավորվեցին շուրջ 80 կամավորական ջոկատներ, որոնք բոլոր հնարավոր վայրերից զենք հայթայթելով հայրենասիրական բուռն մղումներով մեկնեցին հանրապետության սահմանների ամենաթեժ կետերը և Արցախ անհավասար կռիվ մղելու հակառակորդի դեմ։ Հակառակորդ, որը բացահայտ ռազմարշավ էր սկսել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ադրբեջանի մի քանի անգամ գերազանցող մարդկային ռեսուրսներին, ռազմական տեխնիկայի քանակին, տնտեսական ինչ-ինչ առավելություններին իր արիությամբ ու անձնազոհությամբ հակադրվեց հայոց ոգին։ Հայ կամավորականը հոդս ցնդեցրեց պատերազմի ռազմավարության բոլոր հաշվարկները, անհնարին է վերածելով իրականության և կրկին անգամ հավաստելով, որ հաղթում է նա, ում համար ազատությունն ավելին է, քան սեփական կյանքը։ Արցախյան պատերազմի սկզբնական փուլում հայկական երկրապահ ջոկատները, որոնք այդ շրջանում հասարակության ենթագիտակցության մեջ ընկալվում էին որպես բանակային կազմավորումներ, փայլուն կատարեցին իրենց իսկ կողմից իրենց առջև դրված խնդիրները։ Մարտական գործողությունների բովում թրծվեցին և իսկական զորահրամանատարի վառ տաղանդով փայլեցին այնպիսի հայրենանվեր անհատականություններ, ինչպիսիք են Մոնթե Մելքոնյանը, Յուրի Պողոսյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Յուրի Հովհաննիսյանը, Աշոտ Ղուլյանը, բազում հերոսներ, որոնցից շատերն իրենց անունը անմահացրին մեր նորագույն պատմության մատյանում։ Միանշանակորեն պետք է փաստել, որ երկրապահ կամավորական ջոկատները դարձան այն կենսունակ սաղմերը, որոնցից անկախության հռչակումից անմիջապես հետո պիտի ծնվեին հայոց փառապանծ բանակի ստորաբաժանումները։ 1990 թվականին ընդունված անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի Հանրապետության հաստատի անկախությունը, նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման գործընթացում։ Նույն տարվա սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին 5 վաշտեր։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ
1991 թվականին ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն։ Նմանօրինակ կառույց արդեն իսկ գործում էր Լեռնային Ղարաբաղում։ Այդ կառույցի ձևավորմամբ համակարգվեցին Հայաստանի սահմաններում, Արցախում եւ Շահումյանի տարածաշրջանում ընթացող պաշտպանական գործողությունները։ Միաժամանակ այդ կառույցը դարձավ այն հիմքը, որի վրա քիչ ավելի ուշ ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը։ Այսպիսով, մինչ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը արդեն իսկ երկրում թեկուզ եւ տարերայնորեն այդուհանդերձ ձևավորվել էին ազգային բանակի սաղմերը։ Եվ պետք է արձանագրել, որ անկախության հռչակման ու զինված ուժերի կազմավորման գործընթացները ընթանում էին զուգահեռաբար, փոխադարձաբար լրացնելով միմյանց։ Հարկ է նաև փաստել, որ 1988 թվականից մինչև 92 թվականն ընկած ժամանակահատվածը ազգային բանակի ձևավորման առաջին փուլն էր։ Ես համարում եմ, որ բանակը Հայաստանի Հանրապետության կայունության եւ պաշտպանության հիմքն է։ Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն։ Առանց բանակի չի կարող զարգանալ տնտեսությունը եւ հակառակը։ Ես համարում եմ, որ ես լավ պաշտպանության նախարար եմ։ Ես համարում եմ, որ դեռ շատ գործ ունեմ անելու այս համակարգում։ Գոնե 2-3 տարի դեռևս անչափ մեծ ծավալի աշխատանք կա։ Ես կարող եմ դա անել։ Ես տեսնում եմ ինչ պետք է անել։ Բայց ես նաև զինվոր եմ։ Դե հանրության նախագահը բան գտնի, որ ես այդ ոլորտում եմ պետք։ Կարևոր չէ։ Պաշտոնի բարձրացումը ծախսացել։ Ես պատրաստ եմ զինվորի պես ես պարտի կատարել։ Ազգային բանակն անկախ եւ ինքնիշխան պետության ամենակարևորագույն խորհրդանիշն է։ Ազգի հպարտությունն ու անվտանգության պատվարը, ուժն ու հզորությունը, ժողովրդի խաղաղության ու ստեղծարար աշխատանքի երաշխավորը։ Եվ ահա անկախության հռչակումից փոքր ինչ անց 1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, ով արդեն դարձել էր Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից մեկը։ Իսկ Արցախում եւ Հանրապետության սահմաններում իրավիճակը գնալով ահագնանում էր, դառնում օրհասական։ Այդ պայմաններում ազգային բանակի ստեղծումը այլընտրանք չուներ։ Եվ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին պատմական որոշում։ Դրանով իսկ իրավականորեն ազդարարելով ազգային բանակի ձևավորման գործընթացը։ Այս պահից սկիզբ է առնում հայոց զինուժի կենսագրության երկրորդ փուլը, որը ձգվեց մինչև 1994 թվականին հաստատված հրադադարը։ Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին ներքին գործերի նախարարության միլիցիայի բարեկապահական գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը եւ հանրապետական զինկոմիսարիատը։ Քիչ ավելի ուշ հիմնվեցին պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը, գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները։ 1992 թվականի մայիսին պաշտպանության նախարարությունն անցկացրեց առաջին զորակոչը։ 1992-94 թվականներին բանակն ապրում էր երկու կյանքով։ Մի կողմից ձևավորվում էր բանակային կառույցը, համարագրվում էին նրա իրավական հիմքերը, իսկ մյուս կողմից բանակային նորաստեղծ ստորաբաժանումները փաստացի պատերազմի մեջ էին հարևան պետության հետ։ Կառուցվածքային, զենք զինամթերքի, վառելիքի, բարենի ու հակուկապի խնդիրների լուծմանը զուգահեռ պաշտպանական գերատեսչության առջև ծառացել էր ոչ պակաս կարևոր եւս մեկ խնդիր։ Այն է զինված ուժերի համալրումը կրտսեր, ավագ եւ բարձրագույն սպայական կազմով եւ մասնագետ կադրերով։ Պաշտպանության նախարարությունը հսկայական աշխատանք ծավալեց նախկին խորհրդային բանակում ծառայող սպաներին հայկական զինված ուժերում ընդգրկելու եւ դրանով իսկ թեկուզ ժամանակավորապես այդ խնդիրը մեղմելու ուղղությամբ։ Ի պատիվ մեր ժողովրդի բազմաթիվ հայազգի սպաներ արձագանքեցին պաշտպանության նախարարության կոչին եւ վերադառնալով Հայաստան լծվեցին բանակաշինության, հայրենիքի անվտանգության ապահովման սուրբ գործին։ Այս աշխատանքներին զուգընթաց հանրապետության սահմաններում մարտական գործողությունները արդեն իսկ վերաճել էին իսկական պատերազմին։
Ֆիզիկական ոչնչացման վտանգը Դամոկլյան սրի նման կախվել էր Արցախահայության գլխին։ Սակայն ոչ ոքի տրված չէր մեր փոխարեն որոշելու մեր արյան գինը։ Մենք ընդունեցինք մարտահրավերը եւ հայոց ինքնապաշտպանական ուժերը նորաստեղծ զինված ուժերի ստորաբաժանումների աստիճանական ներգրավմամբ 1992 թվականի սկզբից ձեռնամուխ եղան Արցախի ներսում հակառակորդի կրակակետերի ոչնչացմանը, այնուհետև նաև Ադրբեջանի լայնածավալ հարձակումների կասեցմանը եւ Արցախի շուրջ անվտանգության գոտու ստեղծմանը։ Այդ տարիներին մեծ արագությամբ կատարվեց բանակի կառուցումը եւ հետագա բոլոր հաջողությունները պայմանավորված էին նրանով, որ մեր սպայական կազմը, մեր զինվորները, մեր ժողովրդի երիտասարդները լի էին վճռականությամբ հաղթանակի եւ համոզված էին, որ մենք կարող ենք հաղթենք։ Եվ դրա համար շատ կարճ ժամանակում մենք հետ վերցրեցինք Մարտակերտը, մենք վերցրեցինք Քելբաջարը, բանակը ստացավ արդեն կամաց ձևավորվեց որպես կանոնավոր բանակ եւ իմ դուրս գալուց հետո 93 թվին շարունակվեցին հաղթանակները եւ շարունակվեց բանակի ձևավորումը եւ այժմ մենք ունենք բավականին լավ ձևավորված բանակ իր բոլոր խնդիրներով բանակը չի կարող խնդիրներ չունենա ես ինքս կողմնակից եմ հնարավորին չափ պրոֆեսիոնալ բանակի անցնել ավելի շատ ստորաբաժանումներ լինեն պրոֆեսիոնալ եւ ես կարծում եմ բանակը այդ ճանապարհով գնում է մենք ունենք չավարտված պատերազմ եւ միջև Ղարաբաղի մեր ձեռքբերումները գրանցված չլինեն որպես իրավաբանական փաստաթուղթ միշտ վտանգը կա միշտ մենք բանակով պետք է զբաղվենք բայց պետք է հասկանանք որ ռազմաճակատը նաեւ տեղափոխվել է տնտեսության քաղաքականության ոլորտ Եթե մենք հաղթենք ռազմաճակատում քաղաքական տնտեսական, ապա մեր հաղթանակը ռազմական կլինի վերջինական։ Հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը հայկական զինված խմբավորումները ոչնչացրին Ստեփանակերտի կրկժան թաղամասում տեղակայված ադրբեջանական օմոնի հենակետը։ Փետրվարի 10-ից սկսած լռեցրին Ալիբեյլի եւ Ղուշչիլար գյուղերի, իսկ փետրվարի 25-26-ին Խոջալույի կրակակետերը։ Ապրիլի 10-ին ադրբեջանական զինյալները գրավեցին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը։ Մշակելով Շուշիի ազատագրման ծրագիրը, մեր ազատամարտիկները փայլուն կատարեցին կենաց ու մահու նշանակություն ունեցող առաջադրանքը եւ մայիսի 9-ին ազատագրեցին հայոց հինավուրց Բերդաքաղաքը, կերտելով մեր նորօրյա ռազմական տարեգրության ամենափառահեղ էջերից մեկը։ Հետապնդելով խուճապի մատնված հակառակորդին, մայիսի 18-ին հայոց ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին Լաչին քաղաքը եւ նրան շրջակա գյուղերը, դրանով Արցախը սահմանակից դարձնելով Մայր Հայաստանին։ Ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակման արդյունքում հունիսի 12-ին Շահումյանի շրջանն անցավ նրանց ենթակայության ներքո, իսկ հուլիսին Մարտակերտ քաղաքը։ Սեպտեմբերին կատաղի մարտեր էին ընթանում Լաչինի միջանցքում։ Մարտին սկսվեց հայկական զինված խմբավորումների գրոհը Քարվաճարի ուղղությամբ։ Դաժան մարտերից հետո հայկական զինված ուժերը ապրիլի 5-ին դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ։ Ադրբեջանական բանակը մեծ կորուստներ տալով անցավ Մռավի լեռնաշղթան, թողնելով Քելբաջարի շրջանը։ Հունիսի 27-ին ազատագրվեց Մարտակերտ քաղաքը։ 40-օրյա համառ մարտերից հետո հայոց ինքնապաշտպանական ուժերը հուլիսի 23-ին գրավեցին Աղդամ քաղաքը, օգոստոսի 22-ին Ֆիզուլի քաղաքը, օգոստոսի 23-ից 25-ը Ջեբրայիլ շրջկենտրոնը եւ Համանուն շրջանը, իսկ օգոստոսի 31-ին Կուբատլու քաղաքը։
Ռազմաճակատի հարավային ուղղությամբ անցնելով հակահարձակման, հայկական բանակը հոկտեմբերի 23-ից 24-ին ազատագրեց ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող Հորադիս քաղաքը։ Միաժամանակ շրջափակման մեջ առնելով Զանգելանի եւ Կուբատլուի շրջաններում գործող ադրբեջանական բանակային ստորաբաժանումները։ Նոյեմբերի 1-ին հայկական բանակն ազատագրեց շրջկենտրոն Զանգելանը իրեն հարող բնակավայրերով։ Ադրբեջանական բանակի Զանգելանյան ցակուցրիվ խմբերը Արաքսի վրայով նահանջեցին դեպի Իրան։ Օրեր անց տանկային գումարտակի աջակցությամբ հայկական բանակը գրավեց Մինջիվանի կայարանը։ Հունվարին ադրբեջանական բանակն անցավ նախադեպը չունեցող հակահարձակման և գրավեց Հորադիս քաղաք։ Հունվարի 20-ին ադրբեջանական բանակի 3 բրիգադներից 2-ը ճեղքեցին Քարվաճարի ռազմաճակատի պաշտպանությունը և գրավեցին շրջանի 14 բնակավայր, դուրս գալով Մարտակերտ Քելբաջար ավտոմայրուղու վրա։ Փետրվարի 12-ից 18-ը ծավալված ծանր մարտերից հետո ռազմաճակատի հյուսիսային տեղամասում, այդ թվում նաև Օմարի լեռնանցքում, հաստատվեց հայոց զինուժի լիակատար վերահսկողություն։ Այդպիսով Քելբաջարի ողջ շրջանը ազատագրվեց հայերի կողմից։ Այդ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրեց շուրջ 4000 զինվոր։ Ապրիլի 16-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանակն ազատագրեց Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր։ Մայիսի 5-ին Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը Բիշկեկում ստորագրեցին հրադադարի համաձայնագիր։ Այսպիսով Արցախյան ազատամարտում հայկական զինված ուժերը հայ ժողովրդի միահամուռ ջանքերով լիակատար հաղթանակ տարան։ Հայկական կողմը պատերազմի ընթացքում շարքից հանել է ադրբեջանական բանակի շուրջ 500 միավոր զրահատեխնիկա, այդ թվում 186 տանկ, 20 ինքնաթիռ, 20 ռազմական ուղղաթիռ։ Արցախյան ազատամարտում հայոց զինուժի կերտած փառահեղ հաղթանակի արդյունքում, բացի այն, որ ապահովվեց արցախահայության իր բնորանում ապրելու իրավունքը, անչափ կարևոր է ևս մեկ իրողություն։ Այն է, Արցախյան հերոսամարտը սկիզբ դրեց հայ ժողովրդի զոհից հաղթանակած ազգի կերպարանափոխման գործընթացին։ Ես վստահ եմ, որ եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 92-94 թվականներին, այլ մենք վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է, որպես գերագույն գլխավոր հրամանատար, որպես հանրապետության ղեկավար, սիրելի զինվորներ և սպաներ, ես խոստանում եմ, որ դուք որևէ բանի կարիք չեք ունենալու։ Մենք ձեռք ենք բերելու ժամանակակից միջոցներ, այնպես ինչպես հիմա անում ենք։ Մենք ունենալու ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնայել մեզ համար ամենից թանկագինը, մեր զինվորների և սպաների կյանքը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ընկերներին, ձեզ դաստիարակողներին, ձեզ այստեղ ուղարկողներին և փառք բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը։ Արցախյան ազատագրական պատերազմում հայ մարտիկը մեկ անգամ ևս ապացուցեց իր քաջության, խիզախության, տոկունության, ռազմարվեստի ու հայրենանվեր անձնազոհության անկրկնելիությունը։
Հետևաբար մենք պարտավոր ենք ունենալ մարտունակ բանակ, ցանկացած ոտնձգությանն արժանի հակահարված տալու պատրաստ։ Եվ ահա հրադադարի հաստատումից հետո 1994 թվականի հունիսից սկսվում է բանակաշինության հաջորդ կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին եւ բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման փուլը։ Երկրի իշխանություններն ու բանակի ղեկավարությունը հնարավորություն ստացան արդեն խաղաղ պայմաններում ջանքերը կենտրոնացնել բանակի որպես ռազմապաշտպանական համակարգի վերջնական ձևավորման, բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումները ստեղծելու ու գործադրելու ուղղությամբ։ Բանակաշինության հիմնական խնդիրներից մեկը կադրերի պատրաստությունն է։ Այդ նպատակով ստեղծվեցին ռազմաավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարանը, որը հետագայում վերաճեց ռազմաավիացիոն ինստիտուտի, բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, այսօր արդեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը։ Սկսվեցին սպայական կադրեր պատրաստվել եւ վերապատրաստվել արտասահմանյան երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության եւ Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններում։ Զինված ուժերի կառուցվածքի հետագա կատարելագործման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հուսալի պաշտպանությունը կազմակերպելու, մարտական պատրաստականությունը բարձրացնելու նպատակով մի քանի ուղղություններով ստեղծվեցին բանակային զորամիավորումներ, համակարգելով համապատասխան տարածաշրջաններում տեղակայված զորամասերի գործունեությունը։ Վերջնականապես ձևավորվեցին հրետանու, հակաօդային պաշտպանության, օդուժի զորատեսակները, հետախուզության, կապի, ինժեներական զորքերը, որոնք արդեն իսկ թրծվել էին Արցախյան պատերազմի բողում։ Բանակաշինության երրորդ փուլը բավականաչափ հագեցած էր, ջոկից մինչև բանակային զորամիավորման մակարդակով եւ մարտական կրակի կիրառմամբ անցկացված ուսումնական բազմաթիվ զորավարժություններով, դաշտային հավաքներով ու գործնական պարապմունքներով։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել բանակային զորամիավորումների բարդ կլիմայական պայմաններում եւ գիշերային ժամերին մարտական գործողություններ վարելու ունակությանը։ Հրադադարի հաստատումից հետո ազգային բանակի ստորաբաժանումները պետական սահմանում լիովին փոխարինեցին ինքնապաշտպանական ջոկատներին, գիշեր ու զոր իրականացնելով մարտական հերթապահություն։ Եվ այստեղ առաջին գծում է, որ հայ զինվորը զգում է շունչը նայրյան հինավուրց երկրի, լսում է ձայնը ցեղի։ Եվ այստեղ առաջին գծում հայրենիքն ու զինվորը միահյուսվում են, դառնում մեկ ամբողջություն, ապահովելով մեր պետականության, մեր ժողովրդի անվտանգությունը։ Այսօր վստահաբար կարելի ասել, որ հայկական բանակը կայացել է եւ հանդիսանում է մեր պետականության հզոր պատվարը։ Դժվար, բայց հաստատուն եղավ բանակի կայացման ընթացքը։ Երկրապահ կամավորական ջոկատների եւ հայ կադրային զինվորական հարույության եւ անձնազոհության, նրանց թարապանց հաղթանակների, պետական գործիչների հետևողական քաղաքականության արդյունքում ձևավորվեցին բանակի ստորաբաժանումները։ Բանակը մարմինավորեց հայ ժողովրդի մարտական ոգին, նրա ազատ եւ արժանապատիվ ապրելու ձգտումն ու կամքը։ Փառք ու պատիվ բոլոր այն հայ որդիներին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքին։ «1992 թվականից Հայաստանի Հանրապետությունը ռազմական համագործակցություն է ծավալում հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Հատկապես առանձնահատուկ նշանակություն ունեցավ 2007 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք կարևոր փաստաթղթեր, ինչպիսիք են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի դեպքում ռազմատեխնիկական օգնություն ցույց տալու մեխանիզմի մասին արձանագրություն։ Հարկ է առանձնացնել նաև Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը, որի ստորագրումից անմիջապես հետո կազմակերպության անդամ պետությունները, այդ թվում Հայաստանը, ձեռնամուխ եղան այդ ուժերի ձևավորման գործընթացին։ Ընդ որում Հայաստանը ՀԱՊԿ ակտիվ անդամներից է եւ մեր ստորաբաժանումները մշտապես մասնակցել են կազմակերպության շրջանակներում անցկացվող զորախաղերին, բարձր պահելով թե մեր երկրի, թե մեր զինված ուժերի պատիվ։ Ավելին, 2008 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանում անցկացվեցին ռուբեժ, հրամանատարաշտաբային եւ ռազմավարական զորավարժություններ։ Դրանք նման մասշտաբով եւ ձևաչափով առաջին անգամ են անցկացվում ոչ միայն Հայաստանում, այլ ՀԱՊԿ ամբողջ տարածքում, ինչը լավ առիթ ստեղծեց խաղաղ նախապատերազմական եւ պատերազմական իրավիճակում Հայաստանի ռազմական անվտանգության համակարգը, խաղաղ պայմաններից ռազմական դրության անցնելու ալգորիթմը եւ ՀԱՊԿ փոխօգնության մեխանիզմները գործնականորեն փորձարկելու համար։ 1994 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացավ ՆԱՏՕ-ի գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին։ ՆԱՏՕ-Հայաստան ռազմական համագործակցության նոր փուլի սկիզբ կարելի է համարել 2001 թվականը, երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները առաջին անգամ մասնակցեցին ԳՀԽ զորավարժությանը։ 2001 թվականի օգոստոսին ստեղծվեց եւ ԳՀԽ ծրագրերում ընդգրկվեց զինված ուժերի 12-րդ խաղաղապահ գումարտակը։ 2003 թվականին մեր երկիրը հյուրընկալեց համատեղ լավագույն ջանք 2003, իսկ 2008 թվականին համատեղ աղեղ եւ համատեղ նիզակակիր զորավարժությունները։ 2005 թվականին հաստատվեց Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որով այդ հարաբերությունները բարձրացան որակական նոր մակարդակի, ընդգրկելով պաշտպանական բարեփոխումների մի շարք ոլորտներ։ Մեր զինված ուժերի միջազգային համագործակցության խորապատկերում անկյունակարային դեր եւ նշանակություն ունի մասնավորապես հայ-ռուսական ռազմական փոխգործակցությունը։ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները, որոնք բազմատար են եւ հիմնված են 1996 թվականին ստորագրված եւ 97 թվականին երկու երկրների կողմից վավերացված Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի վրա կրում են ռազմավարական բնույթ եւ կարեւորվում են հատկապես Հայաստանի անվտանգության առումով։ Համագործակցության արդյունավետության վառ վկայությունը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանն է, որտեղ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում հայ եւ ռուս զինծառայողները։ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության ոլորտում 2010 թվականի ամենանշանակալի իրադարձությունը օգոստոսի 20-ին Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի կարգավիճակի եւ խնդիրների հստակեցումն էր, համապատասխան արձանագրության միջոցով։ Դրանք համապատասխանեցվեցին տարածաշրջանում տիրող արդի ռազմաքաղաքական իրադրությանը եւ անվտանգության միջավայրից բխող պահանջներին, քաղաքական եւ ռազմական առումներով։ Սակայն այսքանով չի սահմանափակվում մեր զինված ուժերի միջազգային համագործակցության շրջանակը։ Լինելով միջազգային ընտանիքի լիիրավ անդամ եւ բարոյական որոշակի պարտավորություններ ունենալով միջազգային հանրության առջև, ազգային բանակի խաղաղապահ ստորաբաժանումները իրենց ավանդն են ներդնում համընդհանուր կայունության եւ խաղաղության ամրապնդման գործում։ 2004 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջին խաղաղապահ դասակը տեղակայվեց Կոսովոյում, հունական գումարտակի կազմում։ Միջազգային կայունության եւ անվտանգության ջանքերին Հայաստանի մասնակցության համար լիովին նոր էջ բացեց Իրաքի կայունացման գործընթացում ներգրավումը։ 2010 թվականին Հայաստանը Աֆղանստանի Կունդուզ քաղաքի մերձակայքում գերմանական հրամանատարության ներքո տեղակայեց 40 զինծառայողից կազմված զորախումբ։ Այնուհետև 2011 թվականին
Աֆղանստանում տեղակայվեցին ևս 2 լրացուցիչ հրաձգային դասակներ, 81 զինծառայողով եւ հետևազորի 5 հրահանգիչներ։ Միջազգային խաղաղապահ հարաքելություններին մասնակցությունը նաև մեր զինված ուժերի միջազգային վարկի եւ հեղինակության խնդիրն է։ Դա լավագույն միջոցն է դրսևորելու մեր զինված ուժերի որակները եւ լավագույն հնարավորությունը ընդլայնելու նրանց բազմաձ գործողությունների փորձը։ Ուժն է ծնում իրավունք եւ ամրապնդում խաղաղությունը։ Իչի գրավականն է ուժեղ մարտունակ, բարոյական բարձր չափանիշների վրա հիմնված, հասարակության վստահություն ու հարգանքը վայելող բանակը։ Սա պետք է գիտակցի հայոց բանակի յուրաքանչյուր գեներալ, սպա, զինվոր, ամեն հայ։ Զինված ուժերի մարտունակության բարձրացումը, զորքերի ղեկավարման համակարգի եւ իրավական դաշտի հետագա կատարելագործումը շարունակական գործընթաց է։ Ահա թե ինչու Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը 2007 թվականից ձեռնամուխ եղավ պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, դրանք դիտարկելով որպես բանակաշինության եւ երկրի զինված ուժերի մարտունակության ամրապնդման ամենաարդյունավետ միջոցներ։ Ազգային բանակի արդի շրջափուլի մեկնարկը տրվեց 2007 թվականի փետրվարի 7-ին, երբ հաստատվեց ազգային անվտանգության ռազմավարություն։ Նույն տարվա դեկտեմբերի 25-ին հաստատվեց նաև Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը։ Պաշտպանական համակարգի կառավարման մարմինների գործառույթների բաժանումն ու պարտականությունների հստակեցումը, ինչպես նաև ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության հիման վրա պաշտպանության կառավարումը երաշխավորելու նպատակով մշակվեց եւ 2008 թվականի նոյեմբերի 27-ին ընդունվեց Պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության նոր օրենքը, որը պաշտպանության ապահովման գործում հստակորեն տարանջատեց Պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի գործառույթները։ 2009 թվականից սկսվեց եւ ավարտին հասցվեց Պաշտպանության նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության ներդրում։ 2008 թվականի օգոստոսից մեկնարկած Պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացքում մշակվեցին մի շարք ռազմավարական, հայեցակարգային եւ ծրագրային փաստաթղթեր։ Իրականացվեց օպերատիվ եւ վարչական ընթացակարգերի անձնակազմի կառավարման համակարգի ինքնագնահատում։ Գործընթացի արդյունքում ընդունվել են նաև այնպիսի կարևոր որոշումներ, որոնք առնչվում են պայմանագրային սերժանտական կազմի ձևավորմանը, պահեստազորայինների պատրաստության վերանայմանը, ռազմական արդյունաբերության համակարգի զարգացմանը, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ենթակառույցների օպտիմալացմանը, ինչպես նաև գնումների գործընթացի վերանայմանը։ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման գրեթե բոլոր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացված պաշտպանության ռազմավարական վերանայման ավարտը հանդիսացան 2011 թվականի մայիսին վերանայման արդյունքների մասին հանրային իրազեկման փաստաթղթի հրապարակումը եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման 2011-15 թվականների պլանի հաստատումը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից 2011 թվականի հունիսին։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման 2011-2015 թվականների պլանի իրագործմամբ բանակաշինության գործընթացին հաղորդվում է առավել մեծ ճկունություն, օպտիմալություն եւ հին ու նոր մարտահրավերների դիմակայման առավել արդիական ու նորարարական շունչ։ Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում իրականացված բարեփոխումներից զատ զինված ուժերի ստորաբաժանումներն արդի շրջափուլում շարունակել են ամրապնդել ու կատարելագործել մարտական պատրաստականությունը։ Զորքերի կենսագործունեության առանցքային ուղղություններն են եղել մարտավարամասնագիտական դասընթացներն ու պարապմունքները, տարաբնույթ վարժանքներն ու զորախաղերը, դաշտային հավաքներն ու ելքերը։ Հայ զինվորը մշտապես զգում է վառոդի հոտը։ Զորախաղերի հրեբովում թրծում է կամային որակները, բարձրացնում
մարտավարամասնագիտական կարողությունները, պատրաստ լինելով դիմակայելու հակառակորդի ցանկացած ոտնձգության։ Այդ նպատակով պաշտպանական գոտիներում կատարվել են նաև ամրաշինական կառույցների կատարելագործման, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի կենցաղային պայմանների բարելավմանն ու անվտանգության ապահովմանը միտված զգալի աշխատանքներ։ Աշխատանքներ են իրականացվել զորամասերի նյութատեխնիկական բազայի բարելավման ուղղությամբ։ Ինչպես եւ նախորդ տարիներին, այնպես էլ ներկա շրջափուլում զինվորական հոսպիտալների եւ զորամասային օղակի բժշկական ծառայության միջոցով կազմակերպվել է զինված ուժերի զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաեւ ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների բուժ սպասարկումը։ Բուժ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով հոսպիտալները հագեցվել են ժամանակակից սարքավորումներով եւ գործիքներով, համալրվել են համապատասխան մասնագետներով։ Մեծ ուշադրություն է դարձվել հատկապես կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման խնդիրների լուծմանը։ Այսպես բարելավվել են զինվորների կենցաղային պայմանները, կառուցվել են նոր հարմարավետ զորանոցներ, ճաշարաններ, բուժկետեր, պահակատներ, բաղնիկ լվացքատներ։ Լայն ծավալով իրականացվել են նաև զինծառայողների սոցիալ կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ, շահագործման հանձնվել եւ զինծառայողներին են տրվել հարյուրավոր ծառայողական բնակարաններ, իսկ բնակարան ձեռք բերելու նպատակով գումարային փոխհատուցումներ են տրվել զոհված, անօթևան, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամ զինծառայողներին եւ ազատամարտիկներին։ Հայոց բանակը համազգային սիրո, նվիրումի եւ զոհողությունների արգասիքն է։ Եվ ի պատասխան այդ սիրո հաճ գիտակցելով իր դերը, այս զինվորականությունը պատվով կատարել եւ շարունակում է իր առաքելությունը, հուսալիորեն պաշտպանելով հայոց սահմանների անվտանգությունը եւ ժողովրդի խաղաղությունը։ Փառք Հայաստանի Հանրապետությունը շենացնող եւ հզորացնող հայ ժողովրդին։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկած նվիրյալներին։ Իր առաքելության ճանապարհին ոգու կորով հաստատակամություն եւ աննահանջ հավանք հայրենյաց պաշտպանի վեհ կոչումը կրող այս զինվորականությանը։ Փառք ու պատիվ այսօրվա հոբելյարին, բոլորիս հպարտության առարկա հայոց բանակին։ Հայրենիքն ընդգրկում է ոչ միայն անցյալն ու ներկան, այլև գալիքը։ Իսկ գալիքի արևի ներքո մեր արժանապատիվ կեցությունն ապահովելու համար մենք չունենք այլ ընտրանք, քան մեր անցած ու ներկայի ձեռքբերումներով կայացած զինուժի մարտունակության հետագա բարձրացումը։ Ձեռքբերումներ, որոնք սրբագործվել են մեր նահատակ մարտիկների արյամբ։ Եվ ինչպես մեր շատ եկեղեցիների հիմքում սրբերի մասունքներն են, այդպես էլ հայոց բանակի հիմքում մեր անմահ հերոսների աճյուններն են, խնկելի անուններ, որոնք մշտապես լույս են սփռում մեր գալիք ճանապարհին։ Հայ հազարամյա մեր պատմության տապանը մեզ տարուբերել է աշխարհով։ Եթե մեզ կանչում մեր հարազատ տորանը, միշտ հավատարիմ իր կարոտով։ Մերն է լինելու այս նոր 100-ամյակը, վառ լուսավորված ճանապարհով։ Մեր սրտերը միշտ ամուր են, ուր են, մեր տները միշտ ամուր են, սուր են, և թող իմանան բոլորը, մեր անունն է հայկական բանակ։ Այո, մենք հաղթեցինք տևական ծանրագույն եւ անհավասար պատերազմում։ Մեր բանակն անցավ ծանր կորուստների ու փառավոր հաղթանակների ուղի, որը մեծ հաշվով մեր երկրի ու ազգի նորագույն պատմության ուղին է։ Անվիճարկելի է, որ մեր ներկա ազատությունն ու խաղաղությունը մեզ ոչ ոք նվեր չի տվել։ Մենք դրանք ազգովի նվաճել ենք արյան գնով, նվաճել ենք դաժան պատերազմում։ Փորձություններից մենք դուրս եկանք պարզ ճակատով, գալիք փորձություններին էլ նույնպես կդիմակայենք պարզ ճակատով։ Իսկ այդ ճակատը հայոց բանակն է, բառի եւ ուղակի եւ փոխաբերական իմաստով։ Ծնունդդ շնորհավոր ազգային բանակ։